Կարեն Ճշմարտյանը հայտարարեց, որ 80% նվազել է առևտուրը, պարոն Այվազյան, ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, եթե տրանսֆերտների նվազումը շարունակվում է այս տեմպով, ինչ վտանգներով է հղի մեր տնտեսությունը այսօր։ Դե վտանգների մասին ինձ թվում է նախարարը հայտարարել է, մնացած մասը կարող եք ավելի չափ գործադիր մարմինի ներկայացնեք ասել, բայց տրանսֆերտների անկումը նաև լուրջ ազդեցություն է ունենում շրջանառության վրա, այսինքն մարդիկ իրենց գնողականությունը ընկնում է։ Վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո մենք ավելի հանգամանալից կասենք, թե մոտորապես ինչպիսի կանխատեսում կարող ենք ունենալ։ Պարոն Այվազյան, ըստ էության Եվրասիական տնտեսական միության 1 տարին ամփոփելով մենք տեսնում ենք, որ տնտեսական առաջընթաց այնուամենայնիվ չարձանագրվեց։ Այս առումով մտահոգություն չունեք առհասարակ մեր այդ միությունում մնալու առումով։ Բացարձակապես նորից գտնում եմ, որ քաղաքական որոշումը կապված տնտեսական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության միանշանակ ճիշտ էր։ Եթե դուք մի քիչ ավելի լայնածավալ ուսումնասիրեք ամբողջ աշխարհում տեղի ունեցող process-ները, համենայն դեպս ինձ թվում է, որ այս հարցադրումը ձեր մոտից է դուրս կգար, որովհետև տնտեսական միության մեջ գտնվելը տալիս է մեզ լրջագույն հնարավորություններ։ Այսօր համայն աշխարհում տեղի ունեն process-ներ։ Ասենք մեր հարևան երկրներում, ասենք դրա իրենց ազգային արժույթի անկումը տեղի ունեցել 40-50%-ով։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը եվրասիական տնտեսական գոտու մեջ չեն գտնվում։ Մեր մոտ դրամը կայուն է մնացել։ Չի հաշվին է կայուն մնացել, պարոն Այվազյան, եւ ինչքան Համենայն դեպս այն պարամետրերը, որոնք հնարավորություն են տալիս համաչափ դրամը կայուն մնալու առումով, համեմատած մյուս անկումների հետ կապված, ինձ թվում է 2 րոպե ընթացքում ես չեմ կարող ձեզ մեկնաբանել։ Շատ եմ ուզում անդրադառնալ Հայաստանի արտաքին պարտքին, պարոն Այվազյան, 5 միլիարդի սահմանը հատել է։ Պարոն Բագրատյանն ասում է, այս իշխանության օրոք է աճել 3.5 միլիարդը, մինչդեռ նախորդ իշխանությունը կարողանում էր 1.5 միլիարդի սահմանը պահել։ Գիտեք ինչ կա, ինձ ավելի շատ արտաքին պարտքի ուղղությունները, որոնք որ մենք վերցնում ենք այդ գումարները, այսօր ամբողջ աշխարհն է վերցնում մեկը մյուսից, համենայն դեպս ծրագրեր իրականացնելու։ Շատ կարևոր է դե ինչի համար եք վերցնում, դե ինչպես է դա օգտագործում, դա ավելի կարևոր է, այսինքն ինչ մենք ենթակառուցվածքներ ենք ստեղծում հետագա զարգացումները ապավելու համար։ Օրինակ ձեզ եմ ուզում հարց տալ, թե ձեր հարևանը անվճարունակ լինի դրան պարտքով փող կտաս։ Չպատասխանեցիք։ Կտամ, բայց ակնկալիքով, որ կվերադարձնի, պարոն Այվազյան։ Եթե ինքը անվճարունակ է, այ դուք տեսակ նորից եք կրկնում եւ դուք հույս չունեք, որ ինքը ձեզ վերադարձնելու չեք տա։ Շատ կարեւոր է, նորից եմ ասում, ստեղծել այն ենթակառուցվածքները, որոնք հնարավորություններ կտան։ Եվ դերևս ինձ թվում է ծրագրերին պետք է դուք ծանոթ լինեք, որքան է ստեղծում եւ հաշվետվությունների։ Պարոն Այվազյան, դուք հավաքան չի մեր տնտեսության զարգացումը Ռուսաստանով պայմանավորենք անկումները նույնպես Ռուսաստանով պայմանավորենք։ Դուք չեք գտնում, որ մենք Ռուսաստանով չենք պայմանավորվում, մենք պայմանավորվում ենք աշխարհում դրանք գնացող տնտեսական գործընթացներով։ Եթե դա ձեզ հետաքրքրում է կապեմ Ռուսաստանի հետ, չեմ կարող կներեք, էլի կավլից է։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանում իրենց ազգային արժույթը անկումը կատարել է 100%-ից ավել։ 33 այսօր հասել է 78։ Դրողներն էլ ասում որ պիտի դրամը արժեզրկվի, որպեսզի կարողանա։ Դե գիտեք ինչ կա, համաչափ արժեզրկումը չէ, դա համաչափ պլանավորված ինֆլյացիան, որը պետական բյուջեի մեջ կա եւ արտաքին ազդակների հետ կապված նաեւ ինքը որոշակի փոփոխություններ կունենա, ինչ մենք տեսնում ենք այսօր։